Իմնիտիս խորակիրը պիտի ելա ինչպես օրնող մը գտարնա շինարար։ Ինչպես գիտեք, արդեն մեր թեման օրնողներ եւ շինարարն է բادվելին գխոսեր, օրնողան մարդն է, որ գուդա փամը առնելու համար յետևեն։ Օրնողան անցն է, որ Աստծո գուքա իր դվածներուն համար։ Շինարարը անցն է, որ անցը գուդա Աստծո, որ Աստծո կորձերը ամբողջանա երկրի վրա։ Հետևաբար ես կուզեմ մեկ հատ քեզի Ղուկաս 14 դանիլ, որտեղ Հիսուսի հետ թեփը կբադահի, որու մեջ կտեսնենք ինչպես ինքը ժողովրդին ասեմ բագասը դեսնելով կամ թերությունը դեսնելով իրենց գուզեր հաջորդ հանգրվանին դանիլ, սո 14 գլուխ 25-րդ համարի մեջ գսել նրա հետ Հիսուսի հետ ժողովրդի մեծ բազմություններ էին գնում։ Մեկ բազմության մասին չենք խոսի, որ արդեն շատ է, բազմություն գսե բազմություններ։ Բավական ամփոխ կա Հիսուսին 4 կողմը, իր հրճագը գրեթե ամենտեղ դարածված, հիվանդները կբժշկե, մերելները հարություն կտա, փորոտները կմաքրե, փոր կգշտացնե, հետևաբար ժողովուրդ կար իր 4 կողմը հավաքված, եւ բնաստաբար ովևէ առաջնորդ պիտի ուզեր որ այդքան ժողովուրդ դեսներ, բայց Տեր Հիսուս եւ կդեսնա ժողովուրդը թերությունը կդեսնե։ Կդեսնե աս բազմությունները հավաքված են, փոխանակ իրենց հավաքը, որ իր փապակն է արդենադի, իրենց մաղեկանցն է։ Եվ գսե դառնալով ասած նրանց, եթե մեկը ինձ մոտ կա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, գնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով իր խաչը չվերցնի ու իմ հետևից չկա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Այս ժողովրդին խնդիրը այն էր, որ այո Հիսուսին 4 կողմն են, բայց եւ այնպես շինարարը լալու համար մեջտեղ ուրիշ բառ մգա, որ անոր մասին գխոսի Տեր Հիսուս, անունը աշակերտը լալ է։ Իսկական աշակերտ։ Աշակերտը գտարնա շինարար։ Եվ Տեր Հիսուս կփնտրե աշակերտներ հավաքելու, ոչ թե օրնողներ։ Գսիրե օրնողները ինչպես շինարարները անշուշտ, բայց շինարարներուն ցերկով է, որ իր գործը պիտի ամփոփչացնի երկրի վրա։ Հետևաբար մեծ դարբերություն կա մեծ բազմություններու եւ իսկական եկեղեցիին։ Մարդոց, որոնք հացի յետևեն եւ իրենց փորը գշտացնելու յետևեն են, քան անոնք, որոնք հոժար են խաչը գրելու եւ Հիսուսին յետևեն երթալու։ Եվ այն բանը, որ օրնողը շինարար կդարձնե, աշակերտը լալն է։ Եթե շարունակեմ 28-րդ համար, գսե որովհետև ցեզանից ով է, այսօր բادվելինա գսեր ասի, որ գամենա աշտարակ շինե եւ նախ չի նստի, ծախսը չի հաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի, գուցե եթե հիմքը գցի եւ չկարողանա ավարտել, բոլոր տեսնողները սկսեն նրան զաղրել ու ասել, այս մարդը սկսեց գառուցել, բայց չկարողացավ ավարտել։ Տեր Հիսուս ինչպես իրենց մաղի անցուց, իրենց շինարարի հարցումը հարցուց, որ միան իսկական աշակերտ մը գնա պատասխանել, որով օրնողը հաշիվ չներ ծախսը, օրնողը ինքն իր մասին կմտածե, բայց իսկական աշակերտը հաշիվը գնստի կհաշվե, որով չուզեր Աստուծո շինածը, որ պիտի շինե, չուզեր ադիգա մեջտեղ մնա, չուզեր հիմքը տնե եւ անգետ կլքե ադիգա եւ ծաղրի բաժար դառնա եւ Աստուծո կորձը մեջտեղ մնա։ Ադոր համար իր կյանքը գուտա ադոր համար։ Նկատի արեք Հիսուսի բարերն է շինարարության մասին գխոսի հաջող, աշտարակ շինելու մասին։ Ուրիշ դեղեր գսե Աստուծո սուրբ դաջարը կգառուցվի գսե գենթանի քարերով, որ Աստված Տեր Հիսուս ինքը անգյունակարն է անոր։ Սո գսե բադ թունքիդես ինչ է ад հաշիվ որ պիտի կինը որ պիտի վճարես։ Եվ գտարնա 30-րդ համարի մեջ այս խոսքը գսե, որովհետեւ ավելի հասկանալի է, գսե արդ այդպես էլ ցենզանից ամեն մեկը եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Այսինքն դեսնես իսկական կինը, որ իսկական ճշմարիտ աշակերտը կվճարե, ամեն ինչն է։ Մասը չէ։ Ամեն ինչն է։ Իր կյանքը, իր ընտանիքը, իր բիզնեսը, ամեն ինչն է, որ Աստուծո գուտա։ Եվ Աստված անպես իրեն կկործածե։ Օրնող գուկա առնելու, իշինող գուկա դալու իր ամբողջ անձը։
Եվ թարերու ընթացքին եկեղեցիի մեջ եւ նույնիսկ այսօր կտեսնեմ, որ շատ անգամ մենք այս սխալը գնենք ընդհանրական եկեղեցի կխոսիմ, զանազանություն չեն ունենար հավատացյալի եւ աշակերտի միջև։ Գարձենք ամեն հավատացյալ աշակերտ է։ Միշտեր Հիսուսի համար այդպես չէ։ Եվ Հովանու 8-ի մեջ այդ մեկը կտեսնենք։ Եթե երթանք այն մեղը։ Հովանու 8-ը գսե եւ այս խոսքերը ասած շատերը հավատացին նրան։ Սո Հիսուս կքարոզեր եւ հոնդե ով գար հավատացին, գսե շատերը հավատացին նրան։ Սա հավատացյալներ էին։ Հավատացին, որ Հիսուս փրկիչ է, հավատացին, որ ինքը Մեսիան է, Դավթի որդին է, եւ հավատացողներուն նայեցեք ինչ կդառնա գսե։ Այդ ժամ Հիսուս իրեն հավատացած հրյաներին ասաց. Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, այսին ճշմարտաբես ապրիս իմ խոսքը եւ անով բռնված մնաս, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Նորեն ճշմարիտ աշակերտներու յետևեն է Տեր Հիսուս։ Անոնց կփնտրե։ Ասոնք հավատացյալներ էին։ Անհավատներու մասին չենք խոսիր։ Եվ Հիսուս կտեսնե այս դարբերությունը, այո, շատեր կան կհավատան Հիսուսի, բայց քիչերն են, որոնք հավատարիմ աշակերտներ պիտի ելան։ Եվ իրենց չեր ասեր ասոնք քննադատելու նպատակով, հապա գսեր ասոնք, որբեսի իրենց աչքերը բացվի եւ ավելի խորի երթան ժողովուրդը։ Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք եւ իմ գճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ցեզ գազադակրի։ Հալելույա։ Սոլավ նայեցեք, եթե գա եւ այն ադեն գա, եթե իմ խոսքիս հավատարիմ մնաս, այն ադեն իմ ճշմարիտ աշակերտս կլաս։ Եվ եթե իմ ճշմարիտ աշակերտս եղար, այն ադեն ճշմարտությունը կճանչնաս եւ ճշմարտությունը քեզ գազադակրե։ Ազատագրված աշակերտներն են, որ պիտի գարենան Հիսուսի ուզածը շինել երկրի վրա։ Եվ որ մենք ազատ չլանք, մենք հավանաբար եթե նույնիսկ բան շինեցինք, մեզի համար պիտի շինենք։ Բայց ազատագրված աշակերտն է, որ պիտի շինե այն ինչ որ իրեն ուզածն է, Տեր Հիսուսի ուզածն է։ Եկեղեցիի մեջ մենք դարձած ենք եւ ասոր վրա ես լուրջ զսկուշ կլամ եւ շատ անգամ գսկուշացնեմ ցեզի, եթե նկատեք, չաշխատես մեգումը միան աբաշխարության հասցնելու։ Հաբա ավելի խորուն երտասև իրեն աշակերտելու դանիս եւ իրեն սորվեցնես անփանը, որ Հիսուս քեզի սորվեցած է եւ նույնիսկ այսին ավետարանը եւ նույնիսկ իրենց փոխանցես այն օծությունով, որ քեզի լեցուց ադի փոխանցես մարդկանց մեջ չբահես, որբեսի բարձրացնես մարդիկ, ինչպես նաեւ անցած բահի մեջ կխոսեին։ So դարձած է դեղը, որ մարդից հետ գաղութենք, կսենք աբաշխարեց, հալելույա։ Եվ հաջող ուրախանանք ադորամար եւ ադիգա քիչ բան չէ, ես չեմ նվաստացներ ադիգա։ Բայց Աստված մեզ չի կանչած աբաշխարողներ հավաքելու։ Աստված մեզ կանչած է, որ շինարարներ հավաքենք, իսկական աշակերտները հավաքենք։ Յադոմա մենք պետք ունենք իրենց աշակերտելու։ Եվ մեկ բան հոստե ստագացնելու համար մենք չենք խոսիր անհավատ եւ հավատացյալի մասին, մենք չենք խոսիր, եթե երկին պիտի երթամ կամ ոչ, հավատքով գփրկվիս վերջագետ, հավատքով Հիսուս Քրիստոսի գդարած գործին գփրկվիս։ Բայց Աստուծո գամքը չէ, որ դու միան փրկվիս եւ թուրին արջևը օնքամ շինենք։ Աստուծո նպատակն է, որ ավելի խորուն երթանք եւ մեր գոչումը ապրենք։ Եվ մեր գոչումին վայել կյանքը ապրենք։ Եվ հաճուղին իրեն հետ կորձակցապար երկրի վրա երգամքը ունենք։ Հետևաբար եւ այս հավատացյալներուն ինքը այս խոսքը ասավ Տեր Հիսուս։ Ժողովուրդը, որ հավատացածներն էին, հավատացած հрьяաները վիրավորվեցին։ Եհոն հայտնի գլա նաեւ մեկ գեդերեմ մեկը թե ասի իսկական աշակերտ է կամ գեղձն է իրականության մեջ, որովհետեւ իսկական աշակերտը կոմենտը գարնե, խոսքը գարնե եւ ինքզինքը ազո աչև տնելով գնորոք է։ Բարի Իս անիվա որ չէ կոմենտ եւ գարնե պիտի վիրավորվի եւ ադոր համացայն ադոր թեմ պիտի բادرազմն է եւ այդպես էր այս ժողովուրդ այս տեպքն է որտեղ քար վերցուցին եւ Հիսուսին վրա ուզեցին իրեն քարգոծել սոհոս կդեսնես եւ իրենց ասավ ճշմարտությունը գճաշնակ եւ ճշմարտությունը ցես գազադակրե դարձան իրենցին մենք Աբրահամի որդիներն ենք մենք երբեք ոչ ոքի չենք ծարայել դու ինչպես գասես դե ազատ կլինենք վիրավորվեցան Եվ Հիսուս իրենց անշուշտ անգախ որ մորցած են գարձես որ հռոմեացիները իրենց վրա դիրած էին եւ տաքս կվճարեին եւ ոչ միան ադի նաեւ գսե դեր Հիսուս ան որ մեղքին մեղքը կործե ադիգա մեղքին ծարայ է
Հետո շարունակապար գթարնա Հիսուս 36-րդ համարի մեջ կսե արդ եթե որդին ցեզ ազատի ճշմարտապես ազատ կլինեք։ So իսկական աշակերտը առավելություն ունի ոստեղ։ Հիսուսի հետ հանդիպում կունենա, Հիսուսի հետ մտերմություն կունենա, որով Հիսուս կսե ճշմարտություն պիտի ճանչնա, ով պիտի դա իրեն ճշմարտությունը։ Սուրբ Հոգին Հիսուս իրեն պիտի դա ճշմարտություն եւ ճշմարտությունը իրեն պիտի ազատագրե։ Գսե որդին պիտի իրեն ճշմարտապես ազատագրե։ Այսին հարաբերության հետ կապված է, ոչ թե ծրագրամի հետ, ոչ թե հadoop աղոթքի հետ, կամ հadoop ծևերու հետ, կամ ձեսերու հետ, կամ կրոնական մեկ համակարգի հետ։ Հարաբերության հետ կապված է ճշմարիտ աշակերտը գվայել է ասի։ Ինչպես իր աշակերտները վայելեցին Հիսուսի եւ իր ներկայությունը վայելեցին եւ երբ Հիսուս ասավ ես գերտամ իրենք հոնդե դխրեցին ասավ բայց ուրախացեք որ ես գերտամ որով ինձ մեծ հետ մխիթարիչ պիտի գրգեմ ցեզի ворդ պիտի չթողեմ ասավ ցեզի հետ պիտի լայ ցեր մեջ պիտի լա ասավ մինչեւ հավիդյան ворդ չթողեց աշակերտները գվայելեն Աստծո ներկայությունը եւ անոր քաղցությունը եւ ազատակումը որբեսի կարողանա անիգա շինարարը դառնալ եւ որդին քեզ ազատ է ճշմարտապես գազադակրվի հալելույա եւ ազատ աշակերտն է որ գրնա Աստծո կորձը երկրի վրա գդարել սո հետեւաբար տրամը չէ ցիրկը չէ դաղանտները չեն որ շատ անգամ կնկատես որ օրնողներ դաղանտներ ունին եւ ցիրկեր ունին որ գրնա շինարարը ատչաբությունի ասոնք չեն իրականության մեջ ավելի խորունկ բան կա Մատթեոս 16 24-ն Գսե այդ ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց եթե մեկը գամենում է իմ հետևից գալ թող ուրանա ինքն իրեն նորեն կտեսնես ետ եկավ հրաժարվելու ամեն ինչից թող ուրանա ինքն իրեն վերցնի իր խաչը եւ իմ հետևից գա որովհետեւ ով ուզենա փրկել իր կյանքը կգործնի այն իսկ ով իր կյանքը գործնի ինձ համար կգտնի այն մարդուն ինչ օգուտ եթե ամբողջ աշխարհը շահի բայց իր կյանքը գործնի կամ մարդը ինչ փրկակին կտա Երեք հրամանտվավ ուրացիր անցդ խաչ կրե եւ իմ հետևես եկու Ետևես եկու բարերը իսկական աշակերտի գործն է իր աշակերտները ադվեսերին ես միշտ կզարմանամ եւ ինձ համար ադիգա սրդիս մեծ դեղ ունի եւ գտարնա իր աշակերտներուն եւ գնդրեր իրենց միանը սավ հետևե ինձ եւ գսե ամեն ցկեցին իրենց հորը բիզնեսը ցկեցին ցկնոսությունը ցկեցին ամեն ցկեցին Եվ կացին Հիսուսին ետևեն։ Եվ ուրիշ դեղ, եւ որ գխոսեր մեծահարուստի մասին եւ ասավ մեծահարուստներուն համար ավելի դժվար է, երբ ինքի թակավորություն մտնեն, գնմանյան ու ասեղին ուղդը մեջ են անցնի, ադոր գնմանցնե, հոնդե Պետրոս արքի ասա մենք ամեն ցկեցինք որովհետեւ ետևետ կան։ Մեզի հույս կամը գարձես եւ Հիսուս կսե ասուզա համար անհնարին բան չկա։ Սե աս աշակերտները ամեն ցկեցին, իրենց ընտանիքներն ամեն ինչ ցկեցին։ Բիզնես ունեին ցկեցին, ցկնորսներ էին Մարդիկ այն մաքսավոր էին, ուրիշներ գա ֆանատիկներն էին, ցկեցին ասամեն և Հիսուսի հետևեն կացին, իսկական հետևորդներ եղան, անամար ըսկուշը լանք, որ հավատացյալ և աշագերտ նույն դեղը չի տնենք, որով Հիսուսին համար ասոնք դարբեր մարդիկ են, հավատացյալ գա, որ գրնա աշագերտը լալ, բայց ամեն հավատացյալ աշագերտ չէ, բայց ամեն աշագերտ հավատացյալ է, Եվ ասերգուկի իրաչի խարնենք, մենք միշտ աշխատինք մարդոց աշագերդելու և իրենց հոն պարսասնելու։ Սովոսավ ուրացիր անցըդ, խաչըտ գրե և իմ ետևես եկուր։ Հրաժարվե ամեն ինչից, խաչըտ գրե ինչ է, խաչը տեպի մահվան գդանի։ Բայց մահվան գնա անպայմանորեն ֆիզիկական մահվան հետ գապ չունենա։ Հիսուս ֆիզիկապես մերավ գնա մարդիկ նահադագվին Հիսուսի համար գոչումի հետ կապված է, բայց և այնպես օրական մերնելու մասին գխոսի քո անցետ Զոհասեղանին վրա տնել, որ մեր ճշմարիտ պաշտամունքն է գսե Պողոս Արաքյալ։ Զոհասեղանին վրա մեր անձերը գտնենք եւ անբես կնանք իրեն հետևիլ։ Եվ հետո գսե ով որ իր կյանքը բահե պիտի գործնե, ով որ գործնե պիտի շահի։ Սոհոս կտեսնես, որ օրնողը իրականության մեջ մադը Հիսուս ոնք գտնե, օրնողը անցն է, որ իր կյանքը կբահե։ Իր երազը, իր դեսիլքը իր բիզնեսը, դեր օրտնե իմ բիզնեսս, դեր օրտնե իմ ընտանիքս, դեր օրտնե իմ
ծրակիրս, իմ երազս, իմ դեսիլքս, ասոնք օրդն է, բայց շինարարները կմտածեն իր դեսիլքի մասին։ Եվ իրին ամեն մեկում գտնե, որովհետեւ նախ Աստծունը գադարե, հետո Հիսուսը ասավ քեզի հայրաբադիկ պիտի դրվի, եւ նախ Աստծո թակավորություն փնտրես, մնացածը քեզի հիմա պիտի դրվի եւ հավիդյան, հայրաբադիկ քեզի պիտի դրվի։ Սոփուն խնդիրը ո՞ս է։ Օրնողին համար Հիսուս իր 4 կողմը դրած է, ինքը մեջտեղը, ինքն է գարձես դիեզերքի մեջտեղը, եւ իրեն համար գնե որ ամեն ինչ։ Նույնիսկ եթե ուրիշին օրտնելու է լավ, իրեն համար գնե որ ադիգա։ Ոչ թե Աստծո փառքին համար։ Ինք զինքը քահին վրա դրած է եւ Հիսուսեն գխնդրե որ իր քահը բահբանե։ Բայց շինարարը ադիգա չէ, ճիշտ ագրագը։ Շինարարը իր քահը դված է։ Եվ Հիսուսին ասած է որ դու նստի եւ քու ուզածիդ պես թողլա, իր անձը ուրացած է։ Պայման չէ որ իր անձը ուրացածը լա բաներ է, բայց իր անձը ուրացած է իր գամքեն եւ իր աժոնդայեն։ Եվ Հիսուսին առաջնահերթ դրած է եւ Աստծո համար կորձիկ դարձած է, կամ ցերնոց դարձած է երկրի վրա, որովհետեւ գադարի իր կորձը։ Սո գտեսնես ան որ գործնե իր կյանքը ասավ, պիտի շահի։ Սո ան բանը որ օրնողը կփնտրե իսկապես, որ իր կյանքը կբահբանե, որ իրեն համար բահե կյանքը կգործնե ասավ, որ շինարարն է որ կստանա գորադիգա, որով շինարարը գուտա գոր այդ մեկը։ Ֆիլիպեցիս 3-ի մեջ կգարտանք 7-րդ համար Բողոս արաքյալ գսե, բայց այն ինչ ինձ օգուտ էր Քրիստոսի համար վնաս համարեցի եւ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ դեր Հիսուս Քրիստոսի քերազանց ճանաչելու համեմատ նրա համար զրկվեցի ամեն ինչից եւ աղբ համարում եմ որբեսի Քրիստոսին շահեմ Բողոս արաքյալ շինարար էր Նոր գդագարանին 3 քարտին գրեց հիմերը դրավ ինչպես բադվելին գսեր եւ մինչեւ այսօր մենք դագավին Բողոս արաքյալի գդարած գործեն գործնվինք շինարարներին եւ եթե նայես իր դեդրագին սյունագին մեջը դիտեսնես ասետներու խումբի մեջ միա մեկ անուն կա անունը Հիսուս է իր ծննդապանությունը իր ուսումը իր գրոնական առանձնաշնորհումները որ ուներ եւ կամաղելին դագը մեծնալով եւ փարիսեցներուն փարիսեցին լալով ասոնք ամենը վնասին կհամարեց օրնողին համար սյունագին մեջը քանի հատ ասետ կա Հիսուս անունը մեկն է ստացվածներից մեկն է Հիսուս բայց շինարարին համար միակը ստացվածքը Հիսուս Քրիստոս է ուրիշ անուն չկա այնտեղ դրա համար Բողոս արաքյալ գսես ամեն բան աղբ եմ նույնիսկ համարում վնաս եմ համարում անոնք ինձ այլևս շահ չեն ստացվածքը ընդհանրապես քեզի շահ կբերե բայց ասոնք ինձ համար այլևս շահ չեն գսե միան Հիսուս Քրիստոս ճանաչեմ սելով սո երբ ես իմ կյանքս անպես վարեմ որ անցը զոհեմ եւ գարենամ Հիսուս միան բահել իբրև ստացված ես այն ադեմ պիտի վայելեմ այս բոլոր քաղցությունը որ դե Հիսուս կխոսի ես պիտի գարենամ շինել ես պիտի գարենամ Աստծո կորձնել ես պիտի ազատագրվեմ եւ բղափեր պիտի դառնամ Բողոս արաքյալ այդպես շահեց եւ այդպես գրծավ հիմերը թնել հետեւաբար շինարարին համար խաչը դուքանք մը չէ որում կով գուկայև դուքանք կվճարի եւ գցիկի ագերտա խաչը անդերն է որ ինքը գծնի խաչը անդերն է ուրդեն ինքը չի հերանար մեկ բան կա որ իմ սիրտս կվարե եւ վստահ եմ շատերու դալ նույնպես որ երբ ես խաչին նայեմ եւ տեսնեմ այն զոհությունը որ դերը ինձ անթեվրած է ես չեմ գնար չի գոդրվիլ ես չեմ գնար ասել ես ավիդի չի գրեմ այդ իմ խաչս եւ քու յետևետ չերթամ որովհետեւ այդ զոհությունը որքան բացվի խաչը ինձի քեզի անկան ավելի մեր ձունգերը գծերին խաչն է այնտեղ ուր ես կծնիմ խաչն է այնտեղ ուր դեր ես կմեռնիմ խաչն է այն բանը որ ես կշալգեմ ամեն օր եւ աշակերտը կդառնամ Հիսուսի եւ Հիսուս ինձի գազադակրե հետեւաբար իսկական հարցումը որ պետք ունենք հարցնելու անի չէ որ արդյոք փրկված եմ արդյոք ես հավատացյալ եմ ադի չէ հարցումը վստահ եմ ասել բոլորս գավադանք բոլորս փրկված ենք կասկած չունիմ բայց իսկական հարցումը որ եկած ենք հարցնելու որ ավելի խորն է անգե հետեւյալն է որ իմ կյանքս որու գծարայ է այս մարմինս շունչս հոգիս որու գծարայ է ինչի համար ես կաբրիմ որու անունն է որ կփարավորվի իմ կյանքով
իմ քահիս վրա ով նստած է։ Անշուշտ բարի լուրով կվերջանա աշակերտներուն համար Մատթեոս 4:19 այս մեկն ալ համար է որ ինքը առաքյալներուն ասավ, բայց շարունակությունը կսիրեմ, եւ առաքյալները կգանչեր ասավ եկեք հետևից, եւ իրենք ամեն ինչ թողեցին։ Հիսուսի հետևեք կացին եւ շարունակություն գսե եւ ես ցեզ մարդկանց որսորդ մի դարձնեմ։ Ես հարաբերություն, ցեզ մարդկանց որսորդ մի դարձ, ես քեզ շինարար մի դարձնեմ։ Եվ դու իմ աշակերտս լաց հետևե ինձ, ասել է մեկն է որ ուրացած է անցը խաչը գրած է եւ իր հետևեն գուկա։ Եվ հետևես ինձ, ես քեզ մարդկանց որսորդ մի դարձնեմ։ Այն ադեն դու պիտի հաջողես շինարարը լալ։ Եթե օրնողն ես, ես կթելաթրեմ որ խաչին արջև գնաս եւ ավետարանը փանաս եւ գարտաս եւ դեսնես Տեր Հիսուս քեզի համար ինչ հրած է, որքան հերու կացած է ինձի եւ քեզի համար եւ ադոր համացայն ինքնապերապակուսի դե պիտի ձերի իր արջևը ավետարանն է Աստծո զորությունը Բողոս Արաքյալ գսե ես ամոթ չեմ համարեր ավետարանը որով նրա մեջն է Աստծո զորությունը ամեն հավատացյալների համար ավետարանը գուքա եւ զորությունը գարցակվի էր ադ ավետարանին արջև բոլորն ածունգի պիտի կան Հիսուսի գադարած գործը ամենագարձր սիրտը կփոխե եւ այս շարքը կարեւոր է նախ հետևե ինձի հետո ես քեզի մարդու որսորդ կդարձնեմ չսեր մարդու որսորդ կնայղիր շինարար դարձիր հետո ինձի հետևե դեսեմ ինչպես ես անգետ կգնայիմ եթե ես քեզ գտնունեմ կամ ոչ Հիսուս այդպես չէր մեր մեջ են ամենադգարը ճագերդյան մեր մեջ են ամենաանուսը Հիսուսի համար գտարնա մեծ հերոս նույնիսկ եթե 0 դաղանդ ունի 0 բարգև ունի մի անգամ գիշեմ բադվելին գարցնեի բարգևներու մասին եւ հadoop նույն կխոսենք եւ սա մարդիկ կան բացմության տածին որ բարգևը չեն ունեցած բայց Աստծո համար ինչ կորձրած են Հովանես Մգրդիչը նույնպես բարգև չուներ բայց իր կարողությամբ նման Իսրայելի ժողովուրդը շարժեց եւ իրենց ճուրի մգրդությամբ պատրաստեց իրենց Տեր Հիսուսի քալուստին Հետևաբար շարքը կարևոր է աշակերտները ամեն ինչ թողեցին եւ դարձան մարսու որսորդ չեմ գրծան շինել այն բանը որ այսօր շատ անգամ մարդիկ կչարչարվին կամ արցունք կթափեն ադոր համար իրենք 2 տարի մեջ հաջողեցան 2 սերունդի մեջ հաջողեցան ամբողջ ջանցված աշխարհը քրիստոնեությամբ լեցնել դակնուվրան է ուղղակի որովհետև իրենց համար իրենց կյանքը չէին ապրել Հիսուսի համար գաբրին մերած էին ասմատ եւ մերած մարդուն չես կնար վախցնել մերած մարդուն սարսափ չես կնար անել կամ ահ չես կնար բերել մերած մարդուն չես կնար թփչիլ մերած մարդը մերել չես կարանաս ամեն So Տեր Հիսուսը որ մեզի պիտի դարձնե մարդու որսորդ եւ պիտի գարենա ինքզինքը ծնանիլ Մատթեոս 28-ի մեծ հանձնարարության մեջ ուղղակի Տեր Հիսուս կսե կացեք ամբողջ աշխարհ եւ ավետարանը կարոզեցեք եւ աշակերտ դարձրեք բոլոր ասկերին նրանց մգրդելով հոր որդու սուրբ ոգու անոնով եւ իրենց սորվեցնով ամփաները որ ես ցեզի դվի բադվիրեցի եւ ահա ես ցեզի հետ դիլամ միջև ժամանակների վերջը աշակերտ դարձրեք եւ ես գիշեմ մեկ անգամ Լիբանան էի եւ Տերը հետս խոսեց ես գուրախանայի եւ մեկ օքի աբաշխարը միջև այսօր գուրախանամ այդ մեկ աբաշխարը բայց Տեր Հիսուս սա կորձը թոնչի վերջանար եւ ինձ համար այդ ադեն աչքերս բացվիլ էր ադի որով ինձ համար Տերես մարդոց եկեղեցի բերել եւ գանցնեի հետո ուրիշ մարդ կբերե եկեղեցի գերթայի մինչև որ Տերը աչքերս բացավ եւ հասկացա որ ոչ միան եկեղեցի պիտի չբերեմ նաեւ իմ պատասխանատվությունս է մարդոց նաեւ աշակերտել այո եկեղեցի կհաստատենք եւ հոնդե եկեղեցին իր թեր ունի բայց ես ապաշին ունի մեջը ինձիալ ասած է նույն բադվերը ինձիալ դված է ինչպես ինձի աշակերտ դարձուց ես նաեւ պիտի դառնամ ուրիշի աշակերտ դարձեմ որով եթե Աստծո գործը պիտի դարածվի սերուն թե սերուն միան աշակերտները պիտնեն միան շինարարները պիտնեն միան անոնց ցերկով է որ պիտի անցնի եւ ես աբաշխարողներ կհավաքեմ կամ աբաշխարողներ կբերեմ ամենաշատը պիտի կարողանամ առավել բերել տվապանությունը առավել պիտի լամիան դոկտոր Վիկենին կարոզեցի աբաշխարեց հալելույա Գարինեին կարոզեցի աբաշխարեց հալելույա առավել 1 բայց եթե ես ավելի անտինքացի եւ դոկտորին նաեւ աշակերտեցի հիմա նաեւ ինքնալ պիտի գարենա ուրիշը ծնանիլ ամեն եւ հիմա բազմաբատկում պիտի սկսի ելալ
Գարինեին նույնպես աշակերտեցի, ինքնաբիդի գարենա ուրիշին աշակերտել եւ անգի այդ կբազմաբատքում մի դիլա։ Բողոս Արաքյալ Դիմոթեոսին այս մեկը ասավ, ինչ որ ինձանից լսեցիր բազում վգաների արչև ավանտիր հավատարիմ մարդկանց, որովհետեւ անոնքալ իրենց գարքին ավանտեն, այսին 4 սերունդի մասին գխոսի Բողոս Արաքյալ Դիմոթեոսին դվավ, Դիմոթեոսին ասավ ավանտիր հավատարիմ մարդկանց 3-րդ սերունդ եւ անգետ 4-րդ սերունդ, որովհետեւ անոնքալ նաեւ ավանտեն եւ այսօր մեր զի հասավ ավետարանը, որովհետեւ հավատարիմ մարդիկ գտնվեցան շինարարներ, որոնք հանցնարին հավատարմաբար այս մեկը ավանտելու մեզի եւ մեզիալ աշակերտեցին։ Ադու համար ես թեթևի չեմ առներ անհայրը, որ քեզի աշակերտեց, որով ադիգա ավելի մեծ զոհություն է եւ ադիգա չես կնար չբադվել, անհայրը, որ քեզի համար 1000 մղոնալ վազեց, որովհետեւ թուն հասնի սուրվոր ես այսօր։ Ես հաջախ ասորինակ ուդամ ես լայն ֆիզիկական հայրես եւ լայն հոգեվոր հայրես նույն բանը դեսած եմ զոհություն եւ մեզի համար զոհություն եւ երբ դեսնեմ այդ զոհությունը ինչպես նաեւ խաչին երբ երթամ եւ դեսնեմ Հիսուսի զոհությունը չեմ ունա զունգի չկալ չեմ ունա չբադվել աշակերտները կսկսին գառուցել Նեհեմիան 52 օրվա մեջ բարիսկ քաշեց Պամը որ անգարելի էր դարիներով կորձը 3 դարվա կորձը որ գսվի 52 օրվա մեջ ամփոփչացուց մենք այսօր բարիսկ չենք կանչված գառուցելու հավամարտիկ աշակերտներ գառուցելու եւ Բոս Պետրոս Արաքյալը սավս խոսքը երկրորդ գլուխ այ Պետրոս երկրորդ գլուխ 5-րդ համար իսկ դուք գենտանի քարերի պես գառուցվում եք որպես հոգևոր դարժար սուրբ քահանայության համար որպես Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք սա ամեն մեկս աս գենտանի քարերն են աշակերտները գենտանի քարերն են անգյունակարը դեր Հիսուս ամեն ինչ Հիսուսի վրա է եւ ամեն մեկս գառուցված այդ աշակերտներն են որ ինչ կգառուցվի սուրբ դաջար որ Աստծո գենտանի զոհեր մատուցվի այնտեղ սուրբ դաջարը ամ մարդու ցերկով եւ մարդու միջոցով է որ գհիմնվի եւ կգառուցվի բայց միան աշակերտներու ցերկով գլա հալելույա Հայտնություն 12 գսե 11 եւ նրանք հաղթեցին ասի բավական հայտնի համար է նրանք հաղթեցին ներին սատանային որով կարան վգայությունով կարան արյունով եւ իրենց վգայության խոսքով եւ շատեր հոս համարը գեցնեն բայց շարունակություն ունի գսե եւ չսիրեցին իրենց ցանկը մինչեւ մահ չսիրեցին իրենց ցանկ մինչեւ մահ Սոկդեսնես ինչպես Տեր Հիսուս իր կովը իր 4 կողմը նախավակեց աշակերտներ նույնիսկ երբ դեսներ ամփոխ իր 4 կողմը մահ գտներ օրնողները գզադեր աշակերտներեն եւ շատեր կան նույնիսկ լքեցին իրենց ցկեցին կացին եւ երբ իր աշակերտներուն դարձավ արաքյալներուն ասավ դու գալ եթե գուզեք կացեք եւ Պետրոս դարձավ ասավ ուրի երթանքն միան կովդ կդան կենթանի խոսքերը Աստծո կենթանի խոսքերը եւ ճուզեց իրեն ցկել եւ Հիսուսը ես ցես չնդրեցի Հետևաբար աշակերտները Տեր Հիսուս իր կովը գահավաք է հավատացյալներ շատ կան եւ դարբեր տեսակի հավատացյալներ կան եւ հավանաբար գսիրեն Հիսուսի եւ ադոր համար գասկաչունին գսեն գսիրենք իրեն հարցնես Հիսուսի գսիրես գսե հա բայց եւ այնպես շինարարներուն եւ աշակերտներուն դարբերությունը հստակ է չէ մենք չանանք այդ մարդիկ ելալ որով ան մարդիկն են որ Հիսուսի կովը գնան եւ այդ դակուկ դեղը գնան նույնիսկ երբ Հիսուս մերավ եւ հարություն արավ անգետ կը յետեգավ աշակերտներուն մոտ եւ իրենց հետ նստեց իրենց հետ ընտրեց եւ իրենց ուղարկեց Սուրբ Հոգին որովհետեւ իրենք շարունակեն գործ անել հալելույա ես մեկ անգամ աս երազես արտնցա եւ ասիկա միշտ ասես ագանչիս կհնչե երազիս մեջ են արտնցա եւ զորավոր ցայնով այս դողը ասի եւ արցականքեն քիծա ես ինչսի ադո վրայով ամիջապես քրեցի եւ խոսքը հետեւյալն էր որ զորավորը գմերնի Աստծո արչեւ ամեն օր ամեն ժամանակ զորավորը անանցն է որ գմերնի Աստծո արչեւ ամեն օր ամեն ժամանակ խաչը գգրե եւ իր հետևեն գուկա անի զորավորն է
Եվ ասի ասանք արցականքի պես ականջի սկզա։ Ես գաղութեմ այս մեկը արցական գլա այս համակումարին բոլորիս մեջ։ Եվ չլանգան մարդիկը, որոնք այո, Հիսուս կսիրենք, բայց անգե ավելի շատ քեղեցիկ բան կա։ Եվ Տեր Հիսուս գուզե այդ նախատասությունը, որը սկսավ, ամփոփչացնեք ու կյանքիդ մեջը, հետևե ինձի եւ ես քեզ մարդու որսորդ պիտի դարձնեմ։ Ամեն։ Երեք մեկ ոտքի գնանք աղոթեմ։ Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ, որ դու եկար մեզ համար նույնիսկ եւ մենք քեզ չխնդրեցինք, մենք քեզ չփնտրեցինք։ Դու եկար մեզ համար խաչվեցար, հարություն արիր, համբարձար եւ իդ պիտի կաս, բայց մեզի ворդ չթողեցիր։ Ամեն վերք շալգեցիր, ամեն չարչարանքի անցար, որովհետեւ այսօր մեզի քեզի հետ նստեցնես քո մեջ եւ դու մեր մեջ լինես եւ մենք քո մեջ լինենք։ Դերես գաղութեմ, որ բոլորիս աչքերը բացվի եւ այնտեղ որտեղ մենք քեզի չենք հանցնած, այնտեղ լրիվ ամբողջությամբ ամենը զոհդրվի քեզի։ Թող որ խաչդ քո եւ քո զոհությունը մեր աչքերին արչեւ ավելի բացվի։ Եվ թող որ մեր ձունգերը ձրին քո աչքեդ եւ ձրած վիճակեն դուրս չելեն։ Եվ մեր կյանքերը չաբրինք մեզի համար, հավա քեզի համար։ Մեր քահը քեզի կհանցնենք։ Մեր անձերը քեզի կհանցնենք։ Ար ըրե ինչ որ թուն գուզես։ Եվ քու երազդ մեր կյանքի մեջ մեր կյանքով գադարե եւ ամփոփչացուր։ Չդառնանք շփացած հավատացյալներ, հապա դառնանք աշակերտներ, իսկական աշակերտներ, որոնք ազատագրված բդղապեր պիտի դառնան քեզի համար։ Մեկի 30, մյուսը 60, մյուսը 100։ Եվ այստեղ բազմաբատկումը լա, ամենուն ցերքի միջոցով բազմաբատկումը լա։ Բդուղները շատնան, աշակերտները շատնան, եւ քու սուտ դաջարդ կառուցվի երկրի վրա Հիսուսի անունով։ Amen.